Ձեր կարծիքով Արման Թաթյանը կկարողանա արդարություն հաստատել իր պաստառների վրա գրված է։ Կարծում եմ մենակ Արման Թաթոյանով չի լինի։ Հա կուզենա ինչ որ արդարություն վերականգնի, բայց չգիտեմ որքանով կստացվի իր մոտ։ Ես իրան վստահում եմ, ուղղակի ես երկրի վիճակից ելնելով չեմ կարծում որ ինչ որ կհասնի, սահմանադրական կարգ չկա։ Իհարկե։ Դե իմ կարծիքն եք հարցնում, հայտարարացնում։ Հավատում եմ իրան։ Արման Թաթոյանի մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց որ մենք արդարության խիստ կարիք ունենք, այդ շատ որտեղ մենք ամեն օր անարդարություն ենք տեսնում։ Ով ուզում է լինի, եթե կարողանա հաստատի արդարություն, ես միայն կողմ կլինեմ։ Հազար անգամ սրանից լավ անելնելով, որովհետև նա հայ է։ Ինչքան գիտեմ, եկել է մեր մարդու իրավունքների պաշտպան ու գրագետ մարդ է ինքը իրանով։ Եթե ինչ-որ կարողանայինք ազգային ժողով մտնի, կարող է լավ օրենսդրական փոփոխություններ մեր երկրի համար բերի, այդ առումով այո, կարող է, բայց որպես մեր համար միայն դա հերիք չի էլի մեր երկրում, լիքը ուրիշ բաներ է պետք էլի։ Պետք է տնտեսական փոփոխություններ։ Չենք հավատում ոչ մեկին։ Չեմ կարծում կկարողանա ինչ-որ մեկը մոտ ապագայում, բայց կուզեմ շատ։ Чудеса не бывает. Ура, կա вообще սահմանադրությունը գործում է, ես չգիտեմ, լավ եղեք։ Հիմա ցանկացած խելացի մարդ չի կարող ինքնուրույն։ Պետքա ունենան լծակներ, պետքա միայնակ չեն կարող։ Կոալիցիա է պետք։ Նայած թե Արման Թաթոյանը ում հետ կկնքի դաշինք։ Այսինքն իր կողքին ինչպիսի քաղաքական ուժեր կհամալրվեն, կհամախմբվեն, ինչպիսի գործունեություն կծավալեն։ Մենակով ինքը որպես մենակ ուժ չի կարողանա։ Ինքը բավականին խելացի մարդ է։ Ինքը խելացի է եղել, որ կարողացել է իր պաշտոնը ստանձնի եւ որոշակի գործունեություն ծավալի այս փոքրիկ երկրում։ Բայց մենակով ինքը չի կարողանա։ Ինչս եմ ցավոտանում, չգիտեմ։ Չէ, ոնց որ թե բոլորը, օրինակ, բոլորը արդարություն են ման գալիս, բոլորն էլ ուզում են արդար լինեն։ Բայց 18 թվականը փաստեր, որ նման բան չկա։ Ամբողջ ժողովուրդը ազգը հավատաց, գնաց այդ արդարության հետևից, այդ փոփոխության հետևից, բայց ցավոք սրտի։ Պետք է ազգը համախմբվի, ազգը պետք է մեկ գաղափար ունենա։ Շատ հարցեր կան կուտակված ու հրատապ հոգեբանական մարդկանց ճշմարտությունն է, ապրելու խնդիրն է ինչ ոչ, Ղարաբաղի խնդիրն է, մի մարդ կկարողանա այդ կամ։ Ինքը ընդհանրապես լավ մարդ է, ես իրան հարգում եմ, հավանում եմ, այն ժամանակ որ աշխատում էր, միշտ ուշադիր նայում լսում էի, լավ էր, բայց դա շատ բարդ դժվար գործ է։ Չեմ ուզում պատասխանել այդ հարցին։ Որ կարողանա ընտրվի, ինձ թվում է հարցի դրական լուծում կստանա։ Կոնկրետ իմ կարծիքը, ես շատ իրան հավանում եմ, կիրթ խոսացող, ճիշտ խոսացող, ես իրան շատ եմ հավանում։